Ես ասել եմ, որ մեր սրբության սրբոց Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը ազատագրելու գործին կարող է մասնակցել Հայաստանյան Ծառայքելական եկեղեցու ցանկացած հետևորդ, ով մկրտված է եկեղեցում, եւ դա վերաբերվում է բոլոր քաղաքացիներին, եւ բոլոր քաղաքացիների մեջ կարող են լինել բազմաթիվ քաղաքացիներ։ Ես մի րոպե եւ ես շատ կարեւոր եմ համարում, որ այդ թվում ես բոլոր քաղաքացիների անձնական գործերը չեմ ստուգում։ Ինչ վերաբերվում է ձեր ասածին, ես առաջ եմ քաշել այն օրակարգը, որը վերաբերվում է Հայաստանյան Ծառայքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգմանը, եւ մենք պետք է գնանք այդ բարենորոգման ճանապարհով։ Որևէ հարց հնարավոր չէ լուծել առանց բարենորոգման ճանապարհով անցնելու, եւ ես ողջունում եմ ցանկացածի պատրաստակամությունը այդ բարենորոգման ճանապարհով անցնելու։ Եթե հիմա դուք հարցնեք, հիմա Կտրիչ Ներսյանն էլ կարող է մասնակցել այդ բարենորոգմանը, ես կարծում եմ, որ ինքը իր մասնակցության բոլոր շանսերը սպառել է եւ նա պետքա ուղղակի ազատի մեր սրբության սրբոց Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը։ Հաջորդ հարցը Armepress։ Ես ձեր հարցին պատասխանեցի, ես ասացի արդեն, որ բարենորոգման Հայաստանյան Ծառայքելական Սուրբ Եկեղեցու նորոգման օրակարգն է դրված սեղանին եւ այդ նորոգման օրակարգը պետք է իրականացվի եւ ես ողջունում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են այդ նորոգման օրակարգին մասնակցություն ունենալ, աջակցել այդ նորոգման օրակարգին, որովհետեւ եթե այդ նորոգման օրակարգը տեղի ունեցած լիներ, այդ բոլոր խնդիրները, որոնք մենք այսօր քննարկում ենք, այդ խնդիրների առնվազն մեծ մասը տեղի չէր ունենա, գոյություն չէր ունենա։